Պարոն Ափինյան, բոլորին վերջերս Մինսկում տեղի ունեցավ համահայկական գրողների շնորհանդես, որտեղ դուք ներկայացրեցիք հայկական գրականությունը եւ հայ գրողներին։ Ցանկանամ ավելի մանրամասն ներկայացնեք, ինչ եք ներկայացրել եւ որ գրողներին եք ներկայացրել։ Մարտ ամսին Բելոռուսիայի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ 32-րդ գրքի միջազգային տոնահանդես եւ գրողների միջազգային սիմպոզիում, բացառիկ մի միջոցառում, որ ավելի քան 40 երկրներից պատվիրակներ կային, հրավերը ստացել էի Բելոռուսիայի կառավարության կողմից, ինչի համար շատ շնորհակալ եմ, եւ կառավարության հյուրների այնտեղ ներկայացնելու համար մեր գրողների միության հրատարակած ժամանակակից Բելոռուսիայի գրականություն հատորը, մի բացառիկ ժողովածու է, որը շատ լավ ընդունվեց Մինսկում, մենք այնտեղ կատարեցինք այս հրաշալի հատորի շնորհանդեսը, հատուկ օր նվիրված էր այս հատորին, Современная լիտերատուրա Բելառուսի, ամբողջ կառավարությունը շնորհակալությունը հայտնեց, ես արժանացապատվո գրի, կառավարության շնորհակալագրի, եւ այդ 4 օրը բացառիկ օրեր էին, նաեւ ինչպես դուք ասացիք, ներկայացնելու ժամանակակից հայ գրականությունը։ Սկսվեց թարգմանական մի գործընթաց, ծրագիր թարգմանական, մենք պիտի թարգմանենք, արդեն այս գործը սկսել ենք, պիտի թարգմանենք բելոռուսական, ռուսական գրականություն եւ մեր ռուս գործընկերները արդեն սկսել են թարգմանել հայ գրականություն։ Այսինքն այն տարածված պատկերացումը, թե մենք բարեկամ չունենք, դաշնակից չունենք, դա ուղղակի պարզապես չիմացության ու տգիտության արդյունք է, որտեղ եւ բարեկամ ունենք, եւ դաշնակից ունենք, եւ Մինսկում շատ լավ համայնք ունենք, բայց ճիշտ է հետաքրքիր մենք գրողներով, ասացի տարբեր ազգերի ներկայացուցիչներ հավաքված էին եւ իս ամեն վարքյան զգում էի իմ նկատմամբ հարգանքը իբրև Հայաստանի ներկայացուցիչի։ Անկեսօրին մենք Երևանում չգիտենք, թե մենք ով ենք այս աշխարհում։ Եվ դա այնքան ոգևոր է, ես երկար ժամանակ իմ մեջ պիտի պահեմ այս զգացողությունը, որովհետեւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ու իրենք հայոց պատմությունը լավ գիտեն, բանաստեղծություն են գրում Հայաստանի մասին, հայ մշակույթի մասին, բոլորը խնդրում են, ասում են, պարոն Ափյան, ստացեք հնարավորություն գանք Սոլնեշնա Արմենիա, տեսնենք Հայաստանը, տեսնենք Արարատ լեռը, անպատկերացնելի լավ, առհասարակ Բելոռուսի հանրապետությունը շատ ջերմ մի ներքին բովանդակություն ունի հուզական աշխարհ, որը մեզ հայերից շատ բնորոշ է, այո, շատ անսպասելի է այդ բանը ասել գուցե, որովհետև մենք արևելյան ազգ ենք թվում է, բայց իրենք բելոռուսները մեզ նման ջերմ, մեզ նման բարի, մեզ նման լավ մարդիկ են եւ նույնիսկ երբ ես վերադարձա Բելոռուսից, մի քանի օր առաջ եմ վերադարձել, անդադ նամակներ եմ ստացել, թե հաջորդ մեր հանդիպումը երբ է լինելու։ Իհարկե մենք պիտի պատրաստվենք այդ հաջորդ հանդիպումը կարող է լինել Հայաստանում։ Դա առայժմ հնարավոր չի, որովհետև մենք կառավարությունից ոչ մի աջակցություն չենք ստանում։ 2018 թվականից առ այսօր համայնքական գրողների միությունը իր ծրագրերը ներկայացրել է եւ միշտ մենք մերժում ենք ստացել ցավոք սրտի, հուսամ, որ ինչ-որ բան գուցե փոխվի մեր կյանքում եւ մենք մշակույթը կարեւորենք, որովհետեւ ես ինքս մշակութային կապերի մասնագետ եմ։ Իմ տեխնացուական դիսերտացիան, իմ 3 տասնյակից ավելի աշխատանքային գործունեություն հենց այս ուղղությամբ է եղել, ահա թե ինչու ես պատկերացնում եմ այն ճանապարհները, որոնցով մենք պիտի աշխատենք, բայց մի բան էլ եմ ուզում ասել։ Համեցեք։ Խոսքը չի գնում միայն հայ-բելառուսական հարաբերությունների մասին, որովհետև այնտեղ մեր խմբին մոտեցան, մենք գրողների խումբ ենք ստեղծել, բարեկամների, հարազատների 4 օր քննարկումներ ենք արել։ Չենք անտեսել ոչ մի հարց, անգամ քաղաքական, եւ պատկերացնում եք, ոչ մի տարաձայնություն մեր միջև չկար, անսպասելի անպատկերացնի բաներ, ոչ մի վեճ չի եղել։ Այդ դեպքում ինչով է պայմանավորված վատ հարաբերություններ Բելառուսիայի հետ։ Այդ հարցի պատասխանը ոչ ոք չգիտի։ Ոչ ոք չգիտի։ Այնուհանդերձ հայկական եկեղեցի է պատրաստվում բացվել Բելառուսիայում, ինչը ողջունելի է, այդ մասին եւ այնտեղ բոլորը այդ մասին խոսում էին, որ կառավարությունը, քաղաքապետարան աջակցելու է այդ ծրագրերին։ Մենք ունենք շատ լավ համայնք, որը լավ գործում է, այս գրքի շնորհանդեսին, որ Բելոռուսում իրականացրինք, ներկա է նաեւ հայ համայնքի ղեկավարը, որին Մինսկում հատկապես բարձր պատվով հարգում է, նա կառավարության կողմից բարձրորեն հարգված անձնավորություն է եւ մեծ հեռանկար ունի մեր համայնքը Բելոռուսում։ Ավելացնելով պիտի ասեմ հետեւյալը, որ մեր խմբին միացան տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ասենք Բաշկարտաստանի գրողների միության նախագահը,
Այզիկ Բայմուխամեդովը, Տաջիկստանից գրողներ, Կիրգիզստանից գրողներ, ու ոչ մի տարբերություն մենք եղբայր էինք ու այն ավանդույթները, որ մենք ունեցել ենք հայերս սիրո, բարության այդ աշխարհի ավանդույթները, ես ինքս տեսա իրականացված այնտեղ եւ նույնիսկ ինձ տարբեր հարցերով դիմում էին, առաջարկում էին մասնակցել, թարգմանել իրենց ստեղծագործություն, ինչ մենք արդեն սկսել ենք, ապրիլի 7-ին Երևանում նշելու ենք Կալբիկյայի նշանավոր բանաստեղծ, գրականագետ Ռիմա Խանինովայի 70-ամյակը, միջազգային հարաբերությունները ծաղկում են, ես շատ կուզեի, որ Հայաստանի պետությունը դա նկատեր եւ եթե կարող լիներ աջակցել որևէ բանով, բայց դրա հույսը ես անկեղծորեն չունեմ, որովհետեւ մինչեւ հիմա ոչ մի ծրագիր ուշադրության չի արժանացել եւ մենք այս բոլոր գործերը կատարում ենք մեր չեղած փչոցների հաշվին։ Շնորհակալ եմ եւ հաջողություն եմ ցանկանում ձեզ։